Ողջույն սիրելի ռադիոլսողներ, FM 106 եւ կեսի եթերում իր աշխատանքն է սկսում Լրատվական ռադիոյի թարմ ուղեղով հաղորդումը։ Տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հավակիմյանը, իմ հյուրը երաժիշտ Վահան Արծունին է։ Ողջույն։ Դուք մեզ մոտ նորությունով եք եկել եւ շուտով տեղի կունենա ձեր համերգը Ռազմիկ Դավոյանի հետ։ Հետաքրքիր ֆորմատ եք մտածել, կխնդրեմ մի փոքր սկզբում ներկայացնեք մեր ռադիոլսողներին։ Դե ընդհանրապես այդ ավանդույթը գրական ընթերցումների ինքը կարելի է ասել, որ կորսված ավանդույթ է, որովհետև ժամանակին ես հիշում եմ դեռ սովետի ժամանակ ինքը շատ ակտուալ միջոց էր հանդիպացնելու, այսինքն ճանաչելի դարձնելու հեղինակին եւ նաեւ առիթ էր գրականության սիրողներին եւ ընթերցողներին լայն իմաստով հանդիպել եւ ճանաչել գրողին։ Եվ կար մի ժամանակ, երբ որ գրողներին ճանաչում էին դեմքով մեր երկրում եւ մայրաքաղաքում հատկապես։ Բայց ինչպես շատ եւ շատ մշակութային երևույթներ իրենց սկզբնական էությունը փոխել են եւ կորցրել են բովանդակային հիմքը, այդպես էլ այդ տեսակը հարաբերվելու, այսինքն ինքը բրծել է, վերջացել է միջավայրում մեր մշակութային։ Սա կարելի ասել, որ առաջին փորձերից մեկն է լինելու, ամենայնպես 21-րդ դարում, երբ մի համերգային դահլիճում մի երեկոյի ընթացքում կկայանա այդ հանդիպումը։ Ոչ միայն բանաստեղծի եւ ընթերցողի, այսինքն արվեստասեր ընթերցողի, այլ նաեւ երաժշտասեր ունկնդրի, որովհետեւ մենք այնպես ենք կազմել ծրագիրը, որ Ռազմիկ Դավոյանը կարդալու է, ընթերցելու է իր բանաստեղծությունները տարբեր տարիներին գրված եւ այդ ընթերցումը կընդհատվի երաժշտական հատվածներով, որոնց ընթացքում ես կներկայացնեմ իմ երգերը գրված դարձյալ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ Եվ նաև կմասնակցի in rock կվինտետը, այսինքն լարային կվարտետ եւ ֆլեյտա եւ իր էությամբ ինքը լինելու է այսպես մի հարթակ, որի վրա ծավալվելու է որոշակի ընթացք, որի սահմանները նշмарվելու են գրականության եւ երաժշտության, այսինքն էությամբ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք ռադիոլսողներին, երբ է տեղի ունենալու համերգը։ Փետրվարի 20-ին, ժամը 20-ին երաժշտական կասկադ ծրագրի շրջանակներում Քաֆեշյան արվեստի կենտրոնում։ Տեսեք, դուք ձեր խոսքի մեջ մի հետաքրքիր էսպիսի բան նկատեցիք, նախկինում ճանաչում էին դեմքով գրողներին, նաեւ երաժիշտներին։ Ձեր տպավորությամբ ինչու է այսօր այնպես ստեղծվել։ Այ ձեզ համար կա մեկը, որը բացարձակ տաղանդ է նոր սերնդի մեջ, հա, եւ կամ հավակնում է լինել բացարձակ տաղանդ, ոչ միայն ինչ որ լսարանի համար, կամ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի համար, ամբողջ աշխարհի հայության համար նկատի ունեմ, Սփյուռքի համար նաեւ այսպես ասած, ավելի կոնկրետ ձևով։ Դուք գիտեք, շատ բազմաշերտ հարց եք տալիս, որովհետեւ այսինքն բացարձակ տաղանդ ասելով ինչ նկատի ունեք, ստեղծագործության մակարդակը, ստեղծագործության էությունը, բովանդակությունը ինչ է։ Մարդ, որի տաղանդը կասկածի տակ չի դրվում, Ֆրունզիկ Մկրտչյան։ Երբ որ նա աշխատում է եւ ստեղծագործում, այսինքն նա որոշակի ընթացքի մեջ է։ Այդ ընթացքը ունի իր վերելքները, իր անկումները, կան էտապներ յուրաքանչյուր արվեստ ստեղծագործողի մոտ, երբ որ ընդհանրապես լռության շրջան է, այսինքն լծվելու կամ հիասթափության, կամ որոշակի գաղափարներ, կամ ստեղծագործական լիցքեր կուտակելու թեև վեր արժևորելու ընթացքն է, այսինքն այդ շրջանը, պաուզաները։ Եվ միանշանակ ասել հիմա դիտարկելով այս վերջին թեկուզ 20 տարվա լանդշաֆտը մշակութային շատ դժվար է, որովհետև ընթացքները, որոնց մեջ ենք, ոչ միայն ստեղծագործական ընթացքները, այլ այն ընթացքները, որոնք որ պայմանավորում են այդ ստեղծագործական ուժի, ներուժի կրողներին, կրիչներին, իրենց միգրացիան նկատի ունեմ երկրից դուրս եւ վերադարձը այստեղ, ինքը միանշանակ չի, այսինքն ինքը անմեջ ընթացող անհասկանալի, շատ անհասկանալի մի process է, որի ընթացքում նստել եւ այսպես կատեգորիկ ասել, որ գիտեք, պճպճիկյանը բացարձակ ուրեմն արժեք է ներկայացնում իր ստեղծագործությամբ, շատ դժվար է։ Մանավանդ երբ որ նայում ես ներսից, այսինքն ես ներսից դիտարկելով երբեք այդ համարձակությունը վրա չեմ վերցնի, նստել եւ ասել, զատել, այսինքն այս մեկը սենց, այս մեկը սենց, որովհետեւ այսինքն ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ դա մեծ ընթացք է, որի միայն ավարտին կարող ես, այսինքն հետադարձ հայացք գցելով կարող ես դատել։ Այդ առումով իմ բախտը շատ է բերել, որովհետև ի սկզբանե բանաստեղծական հիմքը իմ երգերի տվել են երկու հեղինակ, այսինքն Կոմիտաս Վարդապետի պոեզիան, քնարերգությունը եւ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունները։ Եվ քանի որ արդեն շատ երկար ընթացող process է, հիմա ես կարող եմ ինձ թույլ տալ հետադարձ հայացքով դիտարկել եւ
խոսել բովանդակային կողմի մասին, խոսել բանաստեղծական անզուգական ֆորմայի մասին եւ խոսել նրա մասին, որ այդ հարթության մեջ եւ այդ նախապայմանների ներքո ինչ դրսևորումներ երաժշտական հաջողված կամ շատ հաջողված ես կարողացել եմ ինքս դրսևորել որպես ստեղծագործող եւ որպես կատարող։ Գործը նրանում է, որ այն նյութը, որ մենք պետք է ներկայացնենք այս համերգի ընթացքում, ինքը հղկվել է ժամանակով, այսինքն անցել է այդ ժամանակի մահով եւ մենք ներկայացնելու ենք այն երգերը եւ այն բանաստեղծությունները, որոնք որ այսինքն այդ քնությունն առն են, այսինքն որոնք որ իր էությամբ, իր բովանդակությամբ, իր տեսակով ընդհանրապես ժամանակից դուրս են, որովհետեւ կհնչեն երգեր օրինակ գրված բանաստեղծությունների, այն բանաստեղծությունների հիման վրա, որոնք որ գրվել են 80-ականների սկզբերին, բայց դու լսում ես հիմա, ընթերցում ես այդ բանաստեղծությունը եւ այնպեսի տպավորություն է, որ այսինքն մեր մասին է, մեր հիմիկվա այս դարդերի, մեր հիմիկվա առօրյայի եւ հիմիկվա հոգեվիճակների մասին է։ Այսինքն դա նշանակում է, որ ընդհանրապես արվեստը այդ առավելությունը ունի եւ արվեստագետը, այսինքն հաջողված բոլոր հաջողված նմուշները այդ ստեղծագործական նյութի դարերի ընթացքում ստեղծված, բոլոր այդ հաջողված օրինակները այդ հատկությունը ունեն։ Այսինքն իրենք ինքնաբավ են ըստ էության եւ կատարյալ ձևի մեջ։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ, հա, մշակույթի մասին, այդ դուք շատ հետաքրքիր բան ասացիք, հա, որ այսօրվա դարդերն էլ է, հա, այսպես ասած արտահայտում, որքանով է հիմիկվա մշակույթը ընդհանուր առմամբ, հա, ինչ որքանով կարող է հիմա քաղաքացին իրեն նույնացնել այն մշակույթ կոչվածի հետ, որը հիմա արարվում է, հա, մեր պետությունում։ Այսպիսի նախադասություններ շատ են հնչում, որ դե հիմա այնպիսի իրավիճակ է, որ էլ համերգի մյուսի ժամանակը կամ այսպես ասած հավեսը կամ տրամադրությունը նույնիսկ չկա, բայց ես ուզում եմ հիշել մեր ֆիլմերից մեկից կադրերը, երբ ֆիլմը սկսում է բեմի վրա պատերազմի հայտարարելով եւ ավարտվում է, երբ նույն բեմի վրա գալիս եւ ասում են պատերազմն ավարտված է, այսինքն ողջ ընթացքում դա այդ բեմը չի լքվել, չէ՞։ Արդյոք մշակութային ինչ որ անկման շրջանը կապված չէ նաեւ նրա հետ, որ մարդը իրեն շատ քիչ է նույնացնում նրա հետ ինչ արարվում է։ Իրականում շատ տարօրինակ այսպես խնդրեմ դուք հարց բարձրացիք, որովհետև նախ ինքը պատասխանը ընդհանրապես ըստ էության մի քանի բևեռ ունեցող խնդիր է սա։ Այսինքն բևեռներից մեկը ստեղծագործողն է, այն նյութը, որ ինքը դնում է սեղանին, որպես ավարտուն ստեղծագործական նյութ։ Երկրորդ բևեռը հանրությունն է, այսինքն որքանով է հանրությունը պատրաստ ճանաչել նախ ստեղծագործողին, երկրորդը գնահատել, ըստ արժանվույն գնահատել այն նյութը, որ ինքը ներկայացնում է, եւ երրորդ բևեռը ըստ էության այն կոմունիկատիվ դաշտն է, այսինքն այն տարածքն է, մթնոլորտը, որտեղ որ այդ հանդիպումը տեղի ունենում։ Այսինքն եթե բանաստեղծը գրել է բանաստեղծություն, որը չի հրատարակվում եւ տարիներով մնում է դարակում, բնականաբար հանրությունը անտեղյակ լինելով չի կարող իրեն դրսևորել ըստ էության։ Նույնը վերաբերում է յուրաքանչյուր արվեստի, այսինքն ոլորտին, եւ կինո, եւ երաժշտություն, եւ թատրոն, եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ իմ նշված ընդամենը 3 այս բևեռները պետք է համակարգված լինեն։ Այդ դեպքում միայն մենք կարող ենք խիստ դատել հանրային ճաշակը, այդ դեպքում մենք կարող ենք այդ իրավունքը ձեռք ենք բերում նկատողություն անել կամ քրիտիկական վերլուծականի ենթարկել եղած չեղածը։ Երբ որ գոնե այս 3-ը չի աշխատում, այսինքն ինքը ընդհատվող ֆունկցիայի բնույթն է կրում այդ կապերի եւ այդ 3 բևեռների հարաբերությունների տեսակը, մենք նաև պետք է հասկանանք, որ մեր դատողություններն են սկսում թերի լինել, միանշանակ չեն, այսինքն մենք չենք կարող միանշանակ գնահատել, թե որպես մինիմում գնահատել մշակութային մթնոլորտը կամ հանրային ճաշակը որպես այդպիսի։ Այսինքն այս բևեռացումը ծնում է նաև այլ մասշտաբի բևեռացումներ եւ այլ մասշտաբի դրսևորումներ։ Սրա պատճառով էլ եթե մենք քննենք վերջին 20 տարիների ընթացքում ինչպիսին է մեր հանրային ճաշակը, մենք տեսնենք, որ այդ բևեռացումները, այդ կուտակումները, հետաքրությունների տարբեր մշակութային իրադարձությունների շուրջ շատ տարբեր են։ Այսինքն թվում է, որ անբովանդակ, ընդհանրապես բովանդակությունից զուրկ ռաբիս երաժշտությունը, որը ենթադրենք ժամանցային է կամ պոպ երաժշտությունը, ինչով պետք է գրավի այս քանակը, ասենք այդ տեսակների սիրողների։ Դու հասկանում ես, որ գրավում է ամեն ինչով բացի բովանդակությունից։ Եվ տեսնում ես մի այլ բևեռում, որ ինքը, այսինքն լիարժեք է, կարող ես գնահատել գոնե քո պատկերացումների մակարդակով, որ սա իրապես արժեք ներկայացնող
գործը եւ տեսնում ես, որ ընդհանրապես որևէ հետաքրություն չի առաջացնում։ Հիմա ինչ պետք է անի արվեստագետը այս բaragայում։ Շատ հաճախ արվեստագետը գտնում է իր, այսինքն անձնական ճանապարհը։ Նա միանգամից հավաքում է ճամպրուկները եւ գտնում է այն մթնոլորտը եւ այն դաշտը, որտեղ որ կգնահատվի։ Դա շատ կարեւոր է արվեստագետի համար։ Հիմա երբ որ մենք խոսում ենք կատարողական արվեստի համար, հեշտ է։ Այսինքն ջութակահարը բնականաբար եվրոպական նյութը հսկայական է կատարողական արվեստ դրսևորելու համար եւ բնական է, որ այն դաշտը, որտեղ որ նա կարող է տեղափոխվել, նկատի ունեմ Եվրոպան, ավելի պատրաստ է ըստ արժանին գնահատելու քո էությունը ստեղծագործողի։ Դժվար է եւ շատ դժվար է այն բaragայում, երբ որ քո ստեղծագործությունը կապված է ազգային նյութի հետ։ Այսինքն այդտեղ կա ավանդույթների խնդիր, այդտեղ կա այդ ավանդույթների շարունակականության խնդիր եւ այսինքն կապերի խնդիր, կոնտեքստային խնդիրներ կան։ Այստեղ շատ բարդ է, որովհետեւ այս բaragայում մենք յուրաքանչյուր կորուստ այսինքն դաշտից դուրս մղում այդ հատկանիշների գրողի մենք պետք է արձանագրենք որպես կորուստ մշակույթի համար։ Ես հիշում եմ նախորդ մեր հանդիպման ժամանակ պարոն Արծունի, դուք մենք խոսում էինք, եթե չեմ սխալվում, ձեր հոլովակը եթերում ներկայացնելուց եւ դուք ասում եք, որ ես մի տեղ եմ ընդամենը առաջարկել եւ պես ասած երկար չեմ խոսել, կվերցնեք թե չեք վերց։ Կա ուզում եք, ուզեք, չէ։ Այսինքն այս դեպքում կարող ենք ասել, որ շատ դեպքերում հենց իրենք երաժիշտները կամ հենց իրենք արվեստագետները բախվելով որոշակի մթնոլորտի հետ իրենք էլ, այսպես ասած, ինքնաբավ են դառնում եւ արդեն մյուսների հանրությանը ներկայանալու մասին վերջին բանն է, որ դրա մասին կարող են մտածել այդ մթնոլորտի ժամանակ։ Ճիշտ ասած, եթե հենց իմ կարծիքն է ձեզ հետաքրքիր, ես այնքան էլ համամիտ չեմ, որ այսինքն դաշտը պրոբլեմատիկ է, որովհետև այսինքն պետք է միշտ փաստերով դա տեսա։ Քո հանրության զանգված այդ, որը որ հետաքրություն է տեսնում քո արվեստի մեջ, հանդիպելու, առնչվելու այդ զանգվածի հետ խնդիրն է ստեղ, այսինքն ով է տոմս առնում համերգի, ով է ներկա լինում համերգի, վերջի նույն հանրությունը։ Հիմա ես իրավունք չունեմ նստել եւ պատրանք ստեղծել, որ իմ բaragայում պրոբլեմատիկ է դաշտը եւ ես ինչ որ խնդիրներ ունեմ, որովհետեւ իրականում խնդիրներ չունեմ։ Նայեք, ես Այսինքն դուք ունեք այն լսարանը, որը ցանկանում եք, այսինքն յուրաքանչյուր ծավալի դահլիճ, որտեղ որ ես նախաձեռնում եմ համերգ, ուզում է դա լինի 50 տեղանոց ակումբ, մելոման ակումբը կամ կամերային երաժշտության տունը կամ ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, այդ ծավալը ամբողջովին, այսինքն ինքը լցվում է։ Այսինքն կարող ենք ասել, որ շատ արվեստագետների դեպքում, երբ իրենք ասում են, որ լավ չի, այսպես համերգ չի գալիս, չի ստացվում, հեռուստատեսությունով ինձ չեն պտտում եւ այլն, դա ինձ չեն պտտում հեռուստատեսությամբ, ինձ չեն պտտում ռադիոներով։ Այսինքն, չէ, ես փորձել եմ եւ դա չի ստացվում։ Կարող ենք ասել, որ այսպեսի հայտարարություն, այսինքն դաշտը բաց է, նախաձեռնողականություն է պետք։ Դաշտը փակ է, այսինքն դուք պետք է հրաժարվեք այն գաղափարից, որ դուք որևէ մի ռադիո պետք է գնաք ներկայացնեք ձեր ստեղծագործությունը, եւ այդ ստեղծագործությունը այդ ռադիոն կսկսի գովազդել եւ պտտել։ Չկա տենց բան, ոչ էլ հեռուստաընկերությունը։ Այսինքն մենք խոսում ենք այլ ռեժիմի մասին։ Ռեժիմ, որը չի էլ ենթադրում նման երևույթ։ Այսինքն ես արվեստագետ եմ, ես ունեմ իմ հետաքրությունները, իմ պլանները ստեղծագործական, իմ համերգային գրաֆիկը, եւ ես ինչպես եմ այդ ժամանակը իմ բաշխում, ինչպես եմ տեղեկացնում իմ հանդիսատեսին եւ ինչպես եմ կազմակերպում այդ համերգը։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, Հայաստանից դուրս է։ Այսինքն ինչ է դրա համար պետք։ Ես չեմ հավատում այն արվեստագետներին, որոնք որ ասում են, որ ես փորձեցի եւ չստացվեց։ Որովհետև ես ճանաչում եմ այն արվեստագետներին, որոնք որ փորձել են եւ ստացվել է։ Նույն Հայաստանում, այսինքն իմ փորձից էլ կարող եմ խոսել։ Եվ դրա հետ կապված պարոն Արծունի, մի այսպիսի հարց է ուզում ձեզ տալ, երբ խոսում ենք մշակույթի նախարարության մասին, ընդհանուր առմամբ պետական աջակցության մասին, երբ խոսում ենք, շատ քիչ մարդիկ եմ կարողանում հիշել, ովքեր կտրականապես մերժում են պետական աջակցության որևիցե փորձ։ Ես հիշում եմ ձեզ, որ չեք ցանկանում, այսինքն դուք կարծում եք, որ մշակույթի նախարարության հետ համագործակցությունը չի ստացվում։ Մինչ օրս, եթե չեմ սխալվում, այսինքն ձեզ մոտ Չէ, ինքնից պետք չի։ Հա, պետք չի,
եկել եւ այսինքն դուք այս պարագայում ձեզ միայնակ չեք համարում մշակույթին օգնել ընդհանուր առմամբ չի։ Դուք պետք է նախ եւ առաջ հարցնեք այն արվեստագետներին, որոնք որ օգտվում են այդ կառույցի հնարավորություններից, ինչ է նրանց պետք այդ կառույցը։ Նրանք ձեզ կբացատրեն, որ այդ կառույցը նրանց պետք է, որպեսզի նրանք ամսական իրենց ռոճիկը ստանան, որ կիսադատարկ դահլիճներում անեն իրենց համերգները, այսինքն երբ որ հնարավորություն կա միտեղ գնալու, որ ֆինանսավորվեն որոշ չափով կամ ինչ որ չափով, եւ այսինքն իրենց մոտիվացիան ինձ հասկանալ է եւ པարզ է։ Այսինքն ես մեծ բաներ չունեմ, սպասելիքներ չունեմ արվեստում, ես իմ տակ տեղը գտել եմ, ես լիքը պատճառաբանումներ ունեմ եւ բացատրություններ ունեմ ինչի է այդ տեղը տակ եւ ինչի եմ ես ինձ լավ այդտեղ զգում եւ ես տենց հանգիստ տենց անում եմ իմ գործը։ Ինձ հանգիստ թողեք։ Հիմա վերցրեք մի ուրիշ տարբերակ, մարդ, որը չի ուզում, ես չեմ ուզում ծանրանալ պետ բյուջեի վրա։ Այսինքն ես չեմ ուզում, որ պետությունը իմ վրա գումար ծախսի։ Չեմ ուզում ես ծանրանալ։ Ես ուզում եմ ընդամենը, որպեսզի պետությունը ստեղծի այն պայմանները, որոնց ներքո ես կկարողանամ իմ արվեստով, իմ ստեղծագործությամբ գումար վաստակել եւ կիսվել նույն պետության հետ։ Այսինքն այս դիրքորոշումը ինձ շատ ավելի մոտ է եւ որպես արվեստագետի եւ մտավորականի համար շատ ավելի ընդունելի եւ հասկանալի։ Բայց արդյոք դուք միայնակ չեք ձեր այսպիսի Իհարկե միայնակ եմ, այսինքն փորձեք չեկան էլի երաժիշտներ, որոնք որ այսինքն շրջանցում են այդ հանգամանքը համագործակցության եւ իրենց սեփական դրսևորումները ունեն եւ իրենց ճանաչում ունեն ոչ միայն երկրում, երկրից դուրս եւ ավելի լայն ճանաչումը, որտեղ իրենք շատ ավելի մոբիլ են տեղափոխման, այսինքն անկախ ստատուսը արվեստագետի ինքը շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս առնչվելու ոլորտների հետ, հա, եւ տարբեր երկրում ապրող հանդիսատեսի հետ, քան թե կախյալ վիճակը։ Այսինքն, երբ որ դու հասկանում ես, որ դաշտին ես դու պատկանում եւ հասկանում ես, որ ինչ խնդիրներ ունի այս դաշտը, դու փորձում ես ոչ թե ինքնաբավ լինել, այլ փորձում ես համապատասխան կերպով ինքնադրսևորվել։ Դժվար է, այո, ինքը այնքան դժվար է, որ շատ եւ շատ արվեստագետներ եւ երաժիշտներ չեն դիմանում, այսինքն այդ մթնոլորտին, որովհետեւ դու մշտական բանի մեջ պետք է լինես, շարժի մեջ պետք է լինես, որը, այսինքն այդ շարժը, այդ ընթացքը որևէ կապ չունի ստեղծագործական վիճակի հետ, այսինքն ինքը նույնիսկ շատ հաճախ խանգարում է ստեղծագործությանը, բուն ստեղծագործությանը, որովհետեւ դու զբաղված ես կազմակերպչական հարցերով, դու զբաղված ես ադմինիստրատիվ հարցերով, դու հազար ու մի հարցերով ես զբաղված, որոնցով որ զբաղվում է հատուկ ինստիտուցիա դրսում, այսինքն պրոդյուսմենտի եւ երաժշտական մենեջմենտի բանը ինստիտուցիան, որը չկա Հայաստանում, չի գործ։ Այսինքն, եթե գործեր, մենք ունենանք փայլուն իրավիճակ մշակութային, իսկ մենք ունենք հակառակը։ Իսկ դատել պետք է միայն տեղի ունեցած փաստի շուրջ։ Այսինքն, չեղած բաների մասին չպետք է դատես։ Իսկ երբ որ տեսնում ես, որ գնալով մարում է, գնալով անհասկանալի ֆորմաներ են ընդունում, թեկուզ նայեք, ընդհանրապես 1-2 ամիս է մնացել մինչև ապրիլի 24-ին այդ միջոցառումները։ Դուք որևէ փաստաթուղթ ունեք, որը կնկարագրեր մշակութային ոլորտում միջոցառումները, որոնք են լինելու։ Միջոցառումների ցանկը արդեն հայտնի է, բայց ամեն դեպքում, այո, ես ամեն դեպքում հենց ցեղասպանության հետ կապված էլ մի հարց էի ձեզ ուզում տալ, ինչպես ասացիք, մնաց ընդամենը 2 ամիս եւ գայս է ցեղասպանության 100-ամյակը։ Մենք շատ ենք խոսել, երևի անգամ չափից շատ ենք խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք մշակութային դաշտում պատրաստվում այս 100-ամյակին եւ ընդհանրապես թե ինչպես ենք մենք թեման արծարծում մշակույթի ոլորտում։ Երևի ավելի շատ անգամ խոսել ենք, քան գործել դրա վերաբերյալ։ Պարոն Արծրունի, ձեր կարծիքով ցեղասպանության մենք ասում ենք, որ 100-ամյակը դա միայն սկիզբ է, վերջ չէ, բայց ձեր տպավորության պատճառով սրանից հետո նույն թափով կշարունակվեն թեկուզ վատ, բայց ֆիլմերի նկարահանումները, թեկուզ քիչ լսարանի համար, բայց գրքեր գրելը, թեկուզ սակավ, բայց ամեն դեպքում երգեր նվիրված։ Ձեր տպավորությամբ, այսինքն արդյոք մշակութային եւ ստեղծագործական առումով 100-ամյակը իսկապես վերջ չի լինի։ Ապրիլի 24-ը ինքը ընդհանրապես նշանային, այսպես տարի է ինքը։ 100-ամյակի խորհուրդներ է նշանային եւ բոլոր իրադարձությունները եւ արտաքին քաղաքականության ոլորտում, ներքին քաղաքականության ոլորտում, իրավաբանական հարթության մեջ, մշակութային հարթության մեջ, նրանք այդ բոլոր իրադարձությունները սկսում են ուզած կրել նշանային, այսինքն ֆունկցիա։ Հիմա, երբ որ այդ դաշտերը համակարգված չեն մի ծրագրի
ներքո, այսինքն նկարագրված չի, որ պահին, որ դաշտը պետք է ակտիվանա, որպիսի մենք վերջնական մեր նպատակին հասնենք, առավել կարճ եւ արդյունավետ ճանապարհով, իսկ վերջնական նպատակը ցեղասպանության ճանաչումն է եւ մեր հարևան պետության, այսինքն ինքնադրսևորումը այդ իրադարձության շուրջ, այսինքն ինչպես է նա ինքնադրսևորվելու եւ նաեւ սրանց բխող մեր պահանջները եւ ամբողջ հետագա ընթացքը, որովհետեւ 1-2 օրում լուծվող խնդիրներ չեն սրանք։ Այսինքն երբ որ տեսնում եմ, որ 2 ամիս է մնացել, կա ծրագիր, որը դեկլարատիվ կերպով հայտարարում է, որ սա սկիզբն է, կներեք, ապրիլի 24-ից հետո ամբողջ աշխարհը կմոռանա պրոբլեմի մասին, եւ ընդհանրապես կմոռանա Հայաստանի մասին։ Այսինքն մեր շանսը այս նախորդող մի տարիներ, այսինքն մենք արդեն լիքը բան չենք կարել, չենք հասցրել։ Հիմա առավել ինձ մոտ ասպարեզը եւ հետաքրող ասպարեզը բնավ իրավաբանության հարթակ չէ, այլ մշակույթն է։ Բնական է, որ ունենալով որոշակի հաստիկային ռեսուրս, այդ ծրագրերը պետք է կազմվեն եւ վերջի վերջո այդ հաստիկային կոլեկտիվները եւ հաստիկային այդ արտիստները պետք է ձեր ասած ինքնադրսևորումը ունենան, բայց արդյոք դա ամբողջ դաշտն է, արդյոք դա այն ամբողջ ռեսուրսն է ստեղծագործական, որը որ ունի Հայաստանը այսօր։ Իհարկե ոչ։ Կա մի հսկայական դաշտ յուրաքանչյուր սեգմենտում, սկսած հեղինակային երգից, ընդհանուր միջև ակադեմիական երաժշտություն, ռոք, ջազ եւ այլն, որը որ այդ հաստիկային տեսադաշտից դուրս է եւ անտեսված։ Այսինքն մենք գալիս ենք այս նշանային բանին, սահմանագծին, չօգտագործելով ամբողջ ռեսուրսը, որովհետև մեզ հետ չեն հանդիպում։ Իսկ ռեսուրսի որ մասը օգտագործելով այդ դեպքում։ Միայն հաստիկային։ Այսինքն 2 սիմֆոնիկ նվագախումբ, մի հատ օպերային թատրոն, մի քանի անսամբլ եւ մի քանի սոլիստներ։ Ամբողջ աշխարհի դեմ, եւ դուք տեսնում եք, որ օրինակ կինոյի ոլորտում մենք արդեն շանս չունենք, որովհետև թուրքերը շատ հանգիստ հրավիրում են Ռասել Քրոուին եւ պատրաստում են ագիտացիոն մի ֆիլմ, որը որ բնականաբար պատկերացումները եւ առաջին համաշխարհային աշխարհամարտի մասին կփոխի եւ Թուրքիայի այսպես դերակատարության մասին կփոխի եւ նաեւ հպանցիկ կխոսի եւ կներկայացնի այլ տեսանկյունից հայերի, հույների եւ ասորիների, ասին քրիստոնյաների ջարդը։ Իսկ մենք շարունակում ենք ուրախանալ համացանցային ոչ ստույգ տեղեկություններով, թե Կուստուրիցան կամ ուրիշ հայտնի ռեժիսորներ պատրաստվում են ցեղասպանության վերաբերյալ հայտնի դերասաններով ֆիլմ նկարել։ Մի տարի ինչով ենք զբաղված։ Չէ՞ որ կան հսկայական քանակի արտիստներ, արվեստագետներ, որոնք որ լավ են վերաբերվում Հայաստանին։ Այո։ Հասկանում եք, Պիտեր Գեբրիելից սկսած, վերջացած նույն Կուստուրիցայով։ Այսինքն, այս մի տարի մենք ինչով ենք զբաղվել։ Այս պետական բյուջեն, այս ռեսուրսը, որը հատկացվում է մշակութային դաշտը նախապատրաստելու համար, ինչի վրա ծախսվել։ Չէ՞ որ բավական է ընդհանրապես հանդիպել այդ մարդկանց հետ, բավական է ընդհանրապես վարձել լուրջ մենեջմենտ եւ չէ՞ որ կան ընկերություններ, որոնք որ զբաղված են ֆոնդեր հայթայթելով, կան ընկերություններ, որոնք որ զբաղված են քաստինգ անելով, կան ընկերություններ, որոնք որ անում են մասնագիտացած պրոդուկշնի։ Ֆիլմերը, որոնք հաջողված չեն, եթե այդ ֆիլմերի բյուջեները գումարենք իրար, կարելի է մի գոնե լավ։ Այսինքն, երբ որ դուք համակարգված չեք մոտենում խնդրին, դուք ունենում եք մի անհասկանալի մի խայտաբխետ մի իրավիճակ, որտեղ որ կան ինչ որ ինքնադրսևորումներ, բայց որ այդ ինքնադրսևորումները, այսինքն ֆրոնտ չեն կազմում, հասկանում եք, ինքը բան ռազմաճակատ չի, ինքը ընդհանրապես այս Սարիդոշին այս մի խումբ ֆիդայինների նստած, այս Սարիդոշին այս մի խումբ ֆիդայինների նստած։ Երբ որ մենք խոսում ենք պետական կարիքների մասին, երբ որ մենք խոսում ենք պետական ռոպագանդայի մասին եւ ազգային խնդիրների բարձրաձայնման մասին, այսինքն այդ մի խումբ ձիավորներով խնդիր չես լուծի, որովհետև դու դուրս ես եկել պայքարի եւ իմացաբանական պայքարի, այսինքն բացարձակ ճշմարտության խնդիրն է ստեղ, ոչ միայն պատմական, այլ համամարտկային դու խնդիր ես բարձրացնում, որպես առաջին ցեղասպանություն ապրած ազգ։ Ուրեմն պետք է համաշխարհային մակարդակով օգտագործես այն բոլոր լծակները, որոնք որ ի զորու են
դրսևորել լուրջ վերաբերմունք քո խնդրի նկատմամբ։ Հիմա երբ որ ես նորից կրկնում եմ, որ ինձ առավել հետաքրքիր մշակութային դաշտը, այս պարագայում դեռևս անքննելի է, այսինքն ես չգիտեմ որոնք են այդ միջոցառումները, ես չգիտեմ ինչ դերակատարություն սա պետք է լինի, ես չգիտեմ ինչու ենթարեք այս ռեսուրսը պետք է օգտագործվի եւ ես չեմ հասկանում ինչու այս մի բանակը, որ ինքնադրսևորել է իրեն ազատ արվեստի դաշտում, այս գործին կոչված չի։ Այսինքն մենք իհարկե կանենք մեր գործը։ Բայց այսպես է, հա, այսինքն դրվածքը անեն լավ է, չանեն դե ոչինչ։ Չէ, խնդիրը հետեւյալն է, մենք մերոնցով ենք անում, ոնց անում ենք, տենց էլ անում ենք։ Այսինքն այսքան փող է բյուջեից հատկացված, այդ գումարին համարժեք անում ենք ոնց կարող ենք։ Ցավում եմ, որ ժամանակը սպառվում է, պարոն Արծրունի, լավ ամփոփելով ձեր տպավորությամբ ամեն դեպքում ապրիլի 24-ից հետո ինչ կփոխվի մեզ մոտ։ Դե նայեք, ես իհարկե, այսինքն երկու տենց բան կա հիմնային տեսանկյունին պարագայում։ Առաջինը ձևավորում է իմ արվեստագետ լինելու էությունը, երկրորդը քաղաքացի լինելու էությունը։ Որովհետև որպես արվեստագետ ես գիտեմ ինչ եմ անելու ընդհանուր մինչև դեկտեմբեր, այսինքն ես նախաձեռնելու եմ տարբեր ժանրային ֆորմատներով համերգներ, հիմնականում համերգային դահլիճներում։ Սկիզբը, ինչպես նշեցիք, փետրվարի 20-ին է լինելու Ռազմիկ Դավայանի բանաստեղծության փաստորեն մեծարման առիթը, ինքն է մասնակցելու, իր մասնակցությունը կբերի եւ ես որպես երաժիշտ եւ շարունակվելու է ընդհանուր մինչեւ դեկտեմբեր։ Ծավալը մեծացնելով, այսինքն շատ կամերային տեսակից սկսած ընդհանուր մինչեւ սիմֆոնիկային համերգ, այսինքն ես իմ անելիքները որպես արվեստագետ գիտեմ եւ նաեւ գիտեմ այն ռեսուրսը ստեղծագործական եւ մնացած ամբողջը, որը որ սատար է կանգնում իմ այս նախաձեռնությունների մեջ որպես քաղաքացի, ինչպես նաև դուք, ինչպես նաև բոլոր ազնիվ եւ նորմալ մարդիկ, մենք պետք է եւս մեկ անգամ վերապրենք այն դժբախտությունը եւ սարսափելի իրադարձությունը, որը որ մեր ազգը գրել է եւ ունեցել է 100 տարի առաջ։ Սա հասկացությունների դաշտում է գտնվում սա եւ էմոցիոնալ իր բանը ունի եւ նաեւ իր ցասման դրսեւորումը եւ նաեւ այն ֆանտաստիկ անարդարության դրսևորումների, որը որ արդեն արձանագրում ենք դրսի կողմից եւ որոնք որ դեռ պետք է արձանագրենք, որովհետեւ ես կարծում եմ, որ կշիկանա վիճակը գնալով եւ սահմանում կշիկանա վիճակը եւ արտաքին քաղաքականության ոլորտում կշիկանա եւ բնականաբար իր ազդեցությունը կունենա ներքին իրավիճակի վրա եւ այսինքն որպես քաղաքացի լավ բաներ չեմ սպասում, չեմ ակնկալում լուսավոր բան, այսինքն լուսավոր տարի չի լինելու, ինքը փորձության տարի է լինելու բոլոր առումներով եւ դրան պետք է մենք բոլորս պատրաստ լինենք, որովհետեւ վերջի վերջո սա այն նշանն է եւ այն նշանային, այսինքն փուլն է մեր պատմության մեջ, նորագույն պատմության մեջ, որի ներքո ոչ կուսակցական, ոչ քաղաքական, ոչ որևէ տարաձայնությունները այդքան էլ ակտուալ չեն այլևս։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ կան խնդիրներ, որոնք որ ազգային բնույթ են կրում եւ պետք է ունենանք այն ուժը եւ գիտակցությունը, որ կարողանանք ինքներս մեզ ըստ արժանույն դրսևորել։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, հույս ունեմ, որ մյուս մեր հանդիպման ժամանակ արդեն կարող ենք խոսել այն մասին, որ բոլոր փորձությունները, որոնք դուք նշեցիք, գոնե պատվով ենք հաղթահարել եւ շնորհակալություն։